Այգ Բաբուխանյան, պարոն Բաբուխանյան, համեցեք։ Շատ կարևոր եւ մեր հասարակության համար օգտակար համաձայնագիր եք ներկայացնում, անկասկած պետք է այն ամբողջությամբ ուրեմն աջակցություն գտնի։ Երկու հարց։ Առաջինը դուք տեղյակ եք ինչպիսին է իրավիճակը Հայաստանից դեղերի արտահանման հետ կապված դեպի ԵԱՏՄ երկրներ, սկսած մեր ԵԱՏՄ-ին անդամագրվելու պահից, սա առաջի հարցն է, եւ երկրորդ հարցը ԵԱՏՄ երկրներից մի քանիսը գոնե կիրառում են դեղերի գների վերահսկման մեխանիզմ։ Այսինքն չեն թողում, որ ժողովրդին որոշ կորպորացիաներ, այսպես ասած, կողոպտեն ինչ գին ասես դնում են այդ գների վրա։ Այդ խեղճ մարդիկ, չգիտի իր հիվանդությունը բուժի, թե տունը ծախի, որպեսզի ասենք խոսքի օրինակ, մենք շատ լավ բան ենք արել, սրտի օպերացիան բանը, ստենդավորումը անվճար ենք սարքել, դա շատ լավ բան, շատ ապրեք, բայց դրանից հետո այդ մարդը պետք է բուժվի։ Այդ մի դեղը արժե այդ մարդու թոշակի տասնապատիկը։ Ոնց ենք մենք Ռուսաստանի օրինակը, որտեղ վերահսկվում են դեղերի գները եւ եթե ինչ-որ մեկը շատ կներեք հորգինը դնում է դեղի վրա, գլխին տալիս են, ասում են չի կարելի, սա ժողովուրդ է, չի կարելի սրանից քերթել անընդհատ։ Այդ դուք պատրաստում եք այս համաձայնագրի ոգու մեջ նաեւ տեսնել այս դեղերի գների ուրեմն նպատակահարմար դեպքերում, երբ որ արդեն գինը 20 անգամ բարձրացնում են, այդ դեպքում միջամտել, նախարարությունը միջամտի։ Այդ փորձը ուսումնասիրել եք, մեր այս պայմանագիրը դեղերի իրացման մասին, քանի որ բաժին կա, դուք այդ պայմանագրով նախատեսել եք, որ այդ բաժինում կարողանանք այդ դրական փորձը ուսումնասիրենք, եւ դա նույնպես կարող է շատ օգտակար լինի մեր ժողովրդի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար, նախ դեղերի արտահանում Հայաստանում գործում են 18 դեղ արտադրող կազմակերպություններ, որոնցից 3-ը արդեն ունեն եւ սերտիֆիկացված են որպես պատշաճ արտադրական գործունեություն ունեցող արտադրություններ եւ իհարկե ունեն լայն հնարավորություններ իրենց արտադրանքը արտահանելու ոչ միայն ԵԱՏՄ շուկա, նաեւ մերձավոր արևելքի շուկաներ, նաեւ եվրոպական միության երկրներ որոշ արտադրատեսակները, բայց պետք է նշել, որ Հայաստանի շուկայի ընդամենը 4%-ն է ծածկվում տեղական արտադրության դեղամիջոցներով, մնացած ամբողջը ներկրման ճանապարհով է գալիս Հայաստան։ Ահա ուրեմն արտահանման տեսակետից մենք դեղագործական ինդուստրիայի աճ ենք նկատում վերջին 10 տարիների ընթացքում միջինը տարեկան 18%-ով։ Սակայն 15 թվականին այդ աճը կազմել է 25%, այսինքն միայն 10, մենք դա անուղղակիորեն կապում ենք իհարկե ԵԱՏՄ անդամակցության հետ եւ այս առումով մեր ուրեմն արտադրողներ ավելի մեծ հնարավորություն են ունեցել արտահանելու, սա կարծեմ նաեւ նոր հնարավորություն է ստեղծում արտասահմանյան կազմակերպությունների համար Հայաստանում ընդլայնելու իրենց գործունեությունը, այդ թվում նաեւ արտադրություն կազմակերպելու եւ իրենց արտադրանքը արտահանելու, որովհետեւ բացի նրանից, որ շուկաները ազատված եւ բացված են մեր առջեւ, մենք նաեւ հանրային գնումների ժամանակ 15%-ի նախընտրության հնարավորություն ենք ստացել Ռուսաստանի Դաշնությունում օրինակ, որը շատ գրավիչ է դարձնում այս դաշտը արտասահմանյան ներդրողների համար։ Այսինքն այս արտահանման եւ արտադրման տեսակետից ԵԱՏՄ-ի միանալը իհարկե միանշանակորեն դրական է ազդեցություն է ունենում արտադրողների վրա։ Հաջորդ ձեր հարցը կապված գների հետ կապված։ Մեր նոր օրենքի մեջ մենք կարողացանք մի առանձին գլուխ հաստատել, որը ուժի մեջ է մտնում դեկտեմբերին, սակայն անցումային փուլ պետք է լինի 17 թվականի ընթացքում մշակվելու է մեթոդաբանություն, որով սահմանվելու են այն առավելագույն գները այն դեղամիջոցների համար, որոնք որ ուրեմն պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք է բերելու միայն առողջապահության նախարարությունը։
Նույն օրենքի համաձայն մինչև 25 թվականը մենք այս մեթոդաբանությունը տարածելու ենք նաև պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների կողմից ձեռք բերվող պետական միջոցներով ձեռք բերվող ուրեմն դեղամիջոցների վրա։ Ցավոք սրտի սա բոլոր դեղերը չեն, որտեղ Հայաստանի Հանրապետությունում մոտ 4600 դեղ կա գրանցված, իսկ մենք խոսում ենք ընդամենը 1000-1200 կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների մասին, ինչպես որ դա անում են նաև մյուս երկրները։ Մենք քաջատեղյակ ենք, որ եւ Ռուսաստանի Հանրապետությունը, եւ Ղազախստանի Հանրապետությունը, եւ Բելարուսի Հանրապետությունը, եւ նաև քննարկել ենք իրենց հետ այս հարցերը, գների կարգավորում են իրականացնում, դրանք իրականացում են նաև եվրոպական երկրների կողմից իրականացվող գների կարգավորման մեխանիզմներին համապատասխան, եւ այստեղ կան բազմաթիվ մոտեցումներ, որոնք ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նաև երբ որ մենք փորձ կունենանք այս մեր օրենքին համապատասխան գների կարգավորում իրականացնել, այդ փորձը ընդլայնելու շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք։ Մոտեցումները ամենատարբերն են, դրանք ուրեմն սահմանի վրա դեղերի գների քննարկումն է երրորդ երկրներից, իսկ եթե դա ընդհանուր շուկա է լինելու, նաև ընդհանուր շուկայում վաճառվող դեղերի գների առումով պիտի քննարկվի, դեղերի վրա պիտակավորման մասին էի խոսում, այստեղ կա նաև դեղերի գնի ֆիքսման հնարավորությունը, դրա մասին էլ է խոսք գնում, այսինքն այդ մեխանիզմները տարբեր են եւ դեռ միասնական որոշումներ կայացված չեն։ Երբ որ կունենանք, կարծում եմ, որ անպայման պիտի կիրառվեր, որտեղ համաձայն ենք ձեր մոտեցմանը։ Իսկ այս պայդրությամբ մենք իրականացնում ենք բանակցություններ դեղագործականների հետ, դեղ ներկրողների հետ, իրենց հետ քննարկելով այն գնագոյացման մեխանիզմները, որոնք իրենք կիրառում են, ցույց տալով գների տարբերությունը Հայաստանում եւ այլ շուկաներում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, Վրաստանում եւ փորձելով այդ գները իջացնել։ Հասկանալի է, որ դա բավարար չի, բայց դա անհրաժեշտ է հիմա այս этаպում անել, մինչև գների կարգավորման օրենսդրական կարգավորումներ ունենալը։ Պարոն Բաբուխանյան, համեցեք։ Նախ ասեմ, որ այո, 15 թվականից սկսած աճը պայմանավորված է մեր անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը, օրինակ Ղազախստանում իմ տվյալներով 3 անգամ ավելացել է դեպի Ղազախստան արտահանումը Հայաստանում արտադրված դեղամիջոցների եւ դա աշխատատեղ է, դա բյուջե է, դա արտասահմանից ուրեմն եկող վալյուտա է։ Եվ շատ լավ է, որ մենք շարունակում ենք այդ ուղղությունը կնքելով այս պայմանագիրը, որ դուք ներկայացրել եք։ Բայց ինչ վերաբերում է դեղերի գների, ընդհանրապես բուժ ծառայությունների գների վերահսկմանը, կարգավորմանը, ես գտնում եմ այդպես դանդաղ տեմպերով, բանակցելով մինչև 25 թվական եւ այլն, մեր ժողովուրդը կզրկվի ընդհանրապես բուժ օգնություն ստանալու հնարավորությունից։ Սա շատ շտապ պետք է անել, մի օրը հիվանդանոցում սովորական կոյկայում 50,000 են հաշվում, աշխարհի լավագույն հյուրանոցներում լյուքս համարներն են այդպես գներով վաճառում, չի կարելի, պետք է վերահսկել շտապ միջոցներ ձեռնարկել, մի թողեք մինչև 25 թվական, այս օրենքով, նոր օրենքով կարգավորեք հարցը, մարդիկ կարողանան օգտվեն դեղերից, կարողանան օգտվեն հիվանդանոցներից, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես միայն կարող եմ արձագանքել, որ իրականում մենք բավականաչափ մեծ ծավալի աշխատանք հիմա անում ենք եւ շատ ակտիվ, կարծում եմ, որ դրանք արդյունքները կերևան, բայց ես ձեր հետ համաձայն եմ, որ պետք է ավելի արագ օրենսդրական կարգավորումներ իրականացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, այո, մեր քաղաքացիների, մեր ժողովրդի առողջապահական ապահովումը եւ առողջապահության խնդիրները ամենակարևորագույնն են եւ կարծում եմ պրոֆեսոր Բաբլոյանը դեռ ելույթում դրա մասին կխոսի, բայց մենք կարծում ենք, որ մենք էլ որպես օրենսդիր մարմին հնարավորինս պետք է աջակցենք նաեւ ձեզ, ձեր նախարարությանը, կառավարությանը, որպեսզի բոլորս միասին ավելի բարձր որակի հասցնենք առողջապահական ծառայությունները մեր երկրում։ Ի վերջո ամենամեծ արժեքը մեզ համար դա մարդն է, հայ մարդն է, Հայաստանի քաղաքացին է։ Եվ մենք այստեղ ենք, որպեսզի ծառայենք մեր քաղաքացիներին։ Շնորհակալություն։